Գիտենք Հոբի կարգավիճակը եւ Հոբի նկարագրությունը, երբ որ գնում է Հոբի գրքը, երբ որ սկսում է, սկզբից նկարագրվում է, թե ինչ ունեցվածքի տեր մարդ էր նա, թե ինչ օգնություններ ուներ Աստծուց, թե ինչ բարիք ուներ իր կյանքի մեջ, եւ երբ որ տեսնում ենք, թե ինչ բարիքներ ուներ, նրա կյանքի մեջ նա օրհնված էր ընտանիքով, նա օրհնված էր հեղինակությունով, նա օրհնված էր հարստությունով, նա օրհնված էր առողջությունով, եւ այս ամեն ինչի երբ որ Հոբն ուներ, Հոբի համար պատճառ էր, որպեսզի ինքը ամեն բանի մեջ Աստծուն տեսնի, եւ ամենակարևոր բանը, որ Հոբն ուներ իր կյանքի մեջ, նա ուներ Աստված ճանաչողություն եւ Աստծո նկատմամբ վերաբերմունք։ Գիտեք, դեպքերը չեմ ուզում շատ մանրամասը կարդամ այդ իրադարձությունները, թե ինչ տեղի ունեցավ, երբ որ թշնամին գնաց Հոբի մոտ, Աստծո մոտ եւ Աստծուն ներկայացավ եւ Աստված հարցրեց նրան, ասեց, որտեղից ես գալիս, նա ասեց, երկիր շրջելուց եւ պտտվելուց եմ գալիս, եւ Աստված պարծեցավ Հոբով։ Երբ որ Աստված պարծեցավ Հոբով, Սատանայի հակադարձումը սա էր. Հոբը քեզ ձրի չի պաշտում եւ ձրի չի երկրպագում։ Մեր կյանքի մեջ, երբ որ մենք ուզում ենք ստուգենք ինքներս մեզ, արդյոք մեր երկրպագությունը եւ պաշտամունքն Աստծուն պատճառով է, թե անպատճառ է, եւ պատճառը հենված է այն բարիքների վրա, որ մենք մեր կյանքի մեջ ունենք, թե պատճառը հենված է Աստծո նկարագրի վրա, մենք կարող ենք ինքներս մեզ ստուգել։ Արդյոք երբ որ ես պաշտում եմ Աստծուն, ես պատճառ ունեմ դրա համար, եւ այդ պատճառը նյութական է, այդ պատճառը երևացող է, թե այդ պատճառն աներևույթ է, եւ պատճառն Աստծո մեջ է։ Հոբի մասին նկարագրությունը, երբ որ կա, նրա մասին նկարագրում է, որ նա արևելքցիներից ամենից մեծն էր։ Նա շատ ծառաներ ուներ։ Նրա հարստությունը հաշվում է 7000 հատ ոչխար ուներ։ 500 զույգ եզ ուներ։ Սա գիտեք ինչի մասին է խոսում։ Այս 500 զույգ եզը խոսում է, թե ինչքան մեծ տարածքներ էր ինքը հերկում։ Եթե մեկի մասին լսելու եղնես, որ այդ մեկը 500 հատ տրակտոր ունի, որ իր հողերը վարում է, ասես, այս ինչ մեծ մասշտաբի աշխատող գործանող մարդ է, որ 500 հատ տրակտոր ունի, որ իր հողերը հերկում է։ Հոբի նկարագրությունն այս ձևին է։ Եվ երբ որ իր մասին տեսնում ենք, ավելին նա տեսնում ենք, որ նրա ընտանիքով օրհնված էր։ Ոնց էր երևում նրա ընտանիքի օրհնությունը։ Գրված է, որ երբ որ նրա տղեկը հանկարծ խնջույք անելու էին եղնում, մարդ էին ուղարկում, իրանց քուրերին էին բերում։ Լավ հարաբերություններ կար ընտանիքի մեջ։ Իր տղեկ աղջիկների հետ հավաքվում էին սաղովի միտեղ, քեֆ էին անում, իրար հետ խնջույք էին անում, ու այդ խնջույքի այդ օրերն իրար հետ էին անցկացնում, եւ սա ցույց էր տալիս ընտանիքի ներսում նրանց լավ հարաբերությունները։ Հոբը բավարարված էր լավ ընտանիք ունենալով, 7 տղա ուներ, 3 աղջիկ ուներ։ Կին ուներ, որի անունը այդ ձևել մենք չիմացանք, թե ինչ էր կնոջ անունը, կարծես թե ամենաանհայտ անձն է, անգամ Հոբի մխիթարիչների մասին նրանց անունները գրված էր, թե ովքեր էին նրա մխիթարիչները, բայց նրա կնոջ անունը գրված չի։ Եվ հետո տեսնում ենք ինչ ուներ, նա հեղինակություն ուներ։ Այդ հեղինակությունը այնքան մեծ էր, որ ինքն ասում է, որ ես դուրս էի գալիս հրապարակ, ծերերը ոտքի էին կանգնում, երբ որ ինձ տեսնում էին։ Եվ այս ամենի մեջ մենք տեսնում ենք, որ նրա կյանքի մեջ մի օրվա մեջ եկան արհավիրքները։ Ինչու, որովհետև Աստված թույլ տվեց։ Որովհետև Աստված թույլ տվեց։ Ու երբ որ Աստված թույլ տվեց, որ նրա կյանքի մեջ գան այս արհավիրքները, մի օրվա մեջ ամեն բան ավիրվեց, ինչ որ ինքն ուներ։ Թե նրա ունեցվածքը, նա բազմաթիվ ուխտեր ուներ, հարյուրավոր ուխտեր ուներ, ու այս հարյուրավոր ուխտերն ինչի համար էր նա օգտագործում։ Մի օրվա մեջ գնացին։ Եվ այս նա բազմաթիվ էշեր ուներ, գնաց, այս էշերն էլ գնացին։ Այդ հոտերը, որ 7000 հատ ոչխար ուներ, մի օրվա մեջ երկնքից կրակ իջավ։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք։ Սատանայի նպատակը նա էր, որ երբ որ արհավիրքները գան Հոբի կյանքի մեջ, նա մտածի, որ Աստված է իրան պատժում, որ Աստված է իրան դատում, որ Աստված է իր նկատմամբ հաշվեհարդար տեսնում։ Եվ պատկերացնում եք,
նա պարզապես կայծակ չէր, որ մի տեղում տար ու ասենք մի քանի ոչխար սպաներ, անգամ մի քանի տասնյակ, 7000 ոչխար սպանելու համար պատկերացնում եք ինչ կրակ էր պետք, որպեսզի երկնքից իջներ ու այդ ամեն ինչն եղավ։ Հետո մի օրվա մեջ, նույն օրվա մեջ իր որդիները եւ իր դուստրերը մեռան։ Նա աստվածապաշտ լինելով այս ամենի մեջ նկատում էր Աստծո ձեռքը։ Եվ սատանան հաջողվեց այդ հարցի մեջ, որ նա փորձում էր, որպեսզի կարողանա մարդուն ցույց տա, Հոբին ցույց տա, որ Աստված այրանդատում եւ դա Հոբի մոտ հաջողվեց այդ հարցը եւ Հոբը մտածում էր, որ Աստված է իրեն դատում։ Ինչ էր տեղի ունենում ըստ էության։ Թեև ակնհայտ բանը Հոբի փորձության ժամանակ դա տառապանքն է, որ Հոբը տառապում էր։ Եվ տառապանքը կարծես թե ընդգծվող ամենակենտրոնական գաղափարն է, որ կատարվում էր Հոբի գրքում, բայց այս գիրքը տառապանքի մասին չի։ Այս գիրքը միջավայրի տառապանքը ընդամենը միջավայրն էր, որտեղ ստուգվում էր Հոբի երկրպագությունը։ Դա ընդամենը ստեղծված իրավիճակ էր, որտեղ բացահայտվում էր Հոբը ինչպիսի երկրպագու կլինի։ Եվ այդ ժամանակ տեղի էր ունենում փորձարկում։ Կարծես փորձարկվում էր, թե Հոբը այս իրավիճակների մեջ ինչպիսի վարք կդրսևորի, ինչպիսի հավատարմություն կդրսևորի։ Եվ սատանայի մեղադրանքը սա էր. ամեն ինչ իր գինն ունի, ամեն ինչ վաճառվում է։ Եվ Հոբի դեպքում էլ այդպես է։ Սատանայի մեղադրանքը սա էր, որ եթե ընդամենը ճիշտ տեղում սխմես, այդ երկրպագությունը կդադարի։ Եթե ճիշտ տեղ հարված լինի, այդ երկրպագությունը կդադարի։ Երբ որ դադարեց Հոբի բոլոր օրհնությունները, Հոբը շարունակեց Աստծուն հավատարմություն պահել։ Հետո սատանայի մեղադրանքը սա էր, ասում էր, հա, կարա իր կյանքի մեջ բաներ ունի, դրանցից զրկվի ու շարունակի քեզ երկրպագու լինել, բայց դու փորձի տեսնես, եթե անգամ նրա մարմնին կպնելու եղնես, նրա ցավը մարդը իր կյանքի տեղ, իր մաշկի տեղ, իր զգացիարանների դեմ ամեն ինչ կդնի զոհասեղանի վրա։ Բայց երբ որ անգամ այս ամեն ինչը կատարվեց, Հոբը շարունակեց ուղիղ խոսել Աստծո մասին։ Բայց մի փոքր շատ ավելի խորը կգնանք։ Իսկ ինչ կգնանք, ուզում ասեմ, որ այդ փորձարկումը, որ կատարվեց Հոբի հետ կապված, կարծես թե սա մի հատ փորձադաշտ էր, որտեղ փորձարկվում էր, եւ սատանան ուզում էր ապացուցել, որ այն ինչ որ դու մտածում ես, որ աշխատում է, սա իրականում չի աշխատում։ Եվ ես կհասնեմ նրան, որ ցույց տամ, որ այս մեխանիզմը թերություններ ունի, այս մարդու կյանքը թերություններ ունի։ Ակնհայտ բանը նա է, որ սատանան ոչինչ չէր կարող անել առանց Աստծո թույլտվության։ Ոչինչ չէր կարող անել առանց Աստծո թույլտվության։ Ուզում եմ քեզ մխիթարեմ, եթե քո կյանքի մեջ դեպքեր կան, իրադարձություններ կան, որոնք մտածում ես, որ սատանան տանջում է քեզ կամ փորձություններ է քո կյանքի մեջ, կամ էս ինչ արհավիրքներ է գալիս կյանքիդ մեջ, կամ էս ինչ նեղություններ է գալիս, ուզում եմ քեզ ասեմ, Աստված վերահսկում է ամեն ինչի վրա, եւ սատանան ոչ մի բանով չի կարող քեզ վնասել, եթե Աստծո թույլտվությունը չլինի դրա վրա։ Եվ եկեք փորձենք ամեն ինչի մեջ Աստծուն նայենք։ Հոբի Աստված ճանաչողությունն այնքան էր, որ ինքը ամեն ինչի մեջ Աստծո նկատմամբ վերաբերմունք ունենալով ամեն բանի մեջ Աստծուն էր պատիվ տալիս եւ Աստծո ձեռքից էր ընդունում։ Ինչ էր անում, երբ որ նրա որդիները խնջույք էին կատարում, նա ասում էր, գուցե երեխեքս մի քիչ զվարճանալով, մի քիչ գինի խմելով, մի քիչ իրանց քեֆը լավացնելով, հանկարծ իրանց սրտի մեջ Աստծուն անարգած լինեն։ Եվ ամեն անգամ, երբ որ նրա որդիները եւ դուստրերը խնջույք են անում, դրանից հետո նա զոհ էր մատուցում ամեն մեկի անունով, որպեսզի այս զոհի արդյունքում նրանց մեղքերին կարծես քավություն լինի։ Եվ սրանով Հոբը իր վերաբերմունքն էր Աստծո նկատմամբ ցույց տալի, որ թեև ես ունևոր եմ, թեև ես ունեմ, բայց ես խոնարհվում եմ քեզ։ Նրա մասին, որ գրված է, նա բոլոր արևելքցիներից մեծ էր, մի հատ նուրբ պահ կա,
երբ որ մարդը մեծանում է, երբ որ մարդը հարստանում է, երբ որ մարդը հեղինակություն է ձեռք բերում, այս ժամանակ դժվար է մարդուն խոնար սիրտ պահպանել եւ իրան կարիքավոր տեսնել, որովհետեւ դու արդեն կարիքների պատասխանող ես, դու կարիքի մեջ լինող ես, բայց Հոբը շարունակում էր Աստծո կարիքն ունենալ եւ Աստծո նկատմամբ իր վերաբերմունքը պահպանել եւ Աստծուն ասել. ես խոնար եմ քեզ, ես կախված եմ քեզանից, ես ուզում եմ իմ արդարությունը պահեմ քո առաջ եւ ես երկրպագու եմ քեզ, բայց մեծ լինողը, ասող լինողը, տվող լինողը դժվար է որպեսզի կարողանա պահի իր կարիքավոր վիճակը։ Սատանան արդյոք Հոբի մասին գիտեր, մինչև Աստծո հետ հանդիպելը, իհարկե գիտեր, որտեղ այդ զրույցի ժամանակ Սատանան ասում էր, դու նրան ցանկով ես պատել, դու նրան ցանկապատել ես, որպեսզի ես չկարողանամ նրան մոտենալ։ Մեր կյանքի մեջ Աստված շատ ցանկապատեր ա դրել, որովհետև եթե մենք տեսնենք ինչքան ցանկապատեր կան, որ ոնցով Աստված մեզ պաշտպանում է, մենք կզարմանանք, կասենք, այս մարդու կյանքի մեջ տեսնում եմ, որ այս արհավիրքները գալիս է, բայց իմ կյանքի մեջ դա չի եկել։ Այս մեկի կյանքի մեջ մի բանը կատարվում է, բայց իմ կյանքի մեջ Տերը ինձ պահում է։ Եվ այս ցանկապատները դու կարող ես տեսնել, որովհետև Սատանան ասում էր, արդյոք մինչև այդ փորձել էր ինչ-որ վնաս տար Հոբին, կարծում եմ փորձել էր, որովհետև տեսել էր, որ ցանկապատ կա նրա շուրջը եւ ինքը չի կարողանում նրան հասնել։ Բայց ուզում եմ հատկապես կարդամ առաջի գլխի 20-րդ համարը եւ ինչ կկարդամ, ուզում եմ ասեմ, որ Հոբը 4 հարվածներ ընդունեց, 4 արհավիրքներ եւ այս արհավիրքների ժամանակ նա տեսավ իր ունեցվածքի կորուստը, բայց առավել ազդեցիկ էր նրա ընտանիքի կորուստը, որ նա տեսավ իր 10 երեխեքի կորուստը։ Մենք երբ որ մի հարազատ կորցնում ենք, խորը կսկից ենք ապրում այս հարազատի կորուստից, բայց Հոբը մի հարազատ չկորցրեց։ Երբ որ մարդիկ կան, որոնք իրանց մի երեխուն կորցնում են, այն մյուս երեխով կարծես թե ինչ որ ձև մխիթարվում են, բայց Հոբը 10-ին էլ կորցրեց ու մի օրվա մեջ կորցրեց։ Եվ Հոբը վեր կացավ եւ պատռեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը եւ ընկավ գետնի վրա։ Սա ցույց է տալիս նրա խորը կսկիծն ու սուքը։ Նա պատռեց իր վերարկուն, խուզեց մազերը ու ընկավ գետնի վրա եւ երկրպագություն արավ։ Հոբ կարողա շփոթել այս պահը, ճիշտ չես ընկալում պահը, սա սքալու ժամանակ է, սա լացելու, ողբալու ժամանակ է, արդյոք ճիշտ ես անում, որ երկրպագություն ես բարձրացնում Աստծուն։ Ասում է երկրպագություն արավ Աստծուն։ Հոբը այս խորը կսկիծի մեջ, այս խորը ցավի ու սուքի մեջ Աստծուն ասում էր, դու ճիշտ ես, դու փառավոր ես, դու իրական ես, դու կենդանի ես, դու արժանի ես պատվի, դու արժանի ես գովասանքի։ Արդյոք հեշտ է ցավի ժամանակ երկրպագել Աստծուն, բացարձակ ոչ։ Այն ինչ որ կատարվում է մեր կյանքերի մեջ, մենք երբեմն այս ամենի մեջ մեր գլուխը կորցնում ենք եւ այս մեր գլուխը կորցրած ժամանակ կարծես թե տեսնում ենք, որ ամեն բան մեր աշխարհը քանդվեց։ Ինչ էր կատարվում Հոբի հետ։ Նրա ներսում կոնֆլիկտ էր կատարվում։ Նրա աստվածաբանությունը խախտվում էր, խեղվում էր նրա աստվածաբանությունը։ Ոնց էր խեղվում նրա աստվածաբանությունը։ Նրա աստվածաբանությունն այս ձև էր. ես Աստծո առաջ ուղիղ եմ, ես Աստծո առաջ ճիշտ եմ, Աստված էլ ինձ պաշտպանում է։ Ես Աստծո առաջ անարատ եմ, Աստված էլ ինձ օրհնում է տարբեր բարիքներով։ Եվ հանկարծ երբ որ Հոբը տեսնում է, որ այս ամեն ինչը քանդվեց, իր մոտ արդեն իր աստվածաբանությունը խախտվում է, ասում է, ես բա Աստծո առաջ ուղիղ էի ու Աստծո առաջ ճիշտ էի։ Ինչի՞ էս ամեն ինչը կատարվեց իմ հետ։ Մեր երբեմն մեր կյանքի մեջ կատարված իրադարձությունները, որոնք արդեն հակասում են մեր տրամաբանությանը եւ մեր աստված ճանաչողությանը, մեր մոտ կարող է առաջ գալ Աստծուց
դառնալու մի իրադարձություն, որ հանկարծ մեր սիրտը դառնա Աստծուց եւ սկսի Աստծուն նկարագիրը փոխվել մեր մտքի մեջ։ Բայց այս ժամանակ անգամ, երբ որ Հոբի հետ կատարվեց այս ամենը եւ իր աստվածաբանությունը խախտվեց, ինքը շարունակեց Աստծուն երկրպագություն բարձրացնել եւ Աստծուն ասել. միևնույն է, դու արժանի ես պատվի ու փառքի, անկախ նրանից իմ աստվածաբանությունը, իմ մոտեցումը քո նկատմամբ, իմ վերաբերմունքը, իմ ճանաչողությունը քո նկատմամբ փոխվում է թե չէ, բայց իմ վերաբերմունքը շարունակում է նույնը մնալ քո նկատմամբ։ Ինչպիսին է մեր աստվածաբանությունն Աստծո նկատմամբ։ Եվ սա բոլոր մարդկանց վերաբերմունքի մասին է խոսքը։ Մեր բոլոր հարաբերությունների մեջ մարդկանց հետ կլինի, թե Աստծո նկատմամբ կլինի, մենք ասում ենք. ես քեզ, դու ինձ։ Ես քեզ, դու ինձ, կամ դու ինձ, ես քեզ։ Եվ միշտ մեր հարաբերությունները ձևավորվում են փոխադարձության վրա։ Ես քեզ, դու ինձ, կամ դու ինձ, ես քեզ։ Երբ որ մի մարդու մասին բացասական վերաբերմունք ունենք, ասում ենք ինչի, ասում ենք որովհետև ինքը էս ձև, ես էլ նույն կերպ։ Հոբի վերաբերմունքն Աստծո նկատմամբ ձևավորված էր նույն տրամաբանությամբ, թե այլ տրամաբանությամբ, մասամբ նույն տրամաբանությամբ։ Ինչու, որովհետև ինքն ասում էր, ախր ես ուղիղ եղել Աստծո առաջ, ինչի Աստված թույլ տվեց այս բանը իմ կյանքի մեջ կատարվի, որովհետև երբ որ մենք շարունակության Հոբի գրքի մեջ տեսնում ենք, այն հարցը, որ բարձրանում էր նրա մեջ, ինչու՞ն էր։ Նրա մխիթարիչները նրան ասում էին, դու մեղք ես գործել, դրա համար քո կյանքի մեջ այս բաները կատարվում են։ Եվ Հոբը ուզում էր հասկանալ, լավ, որ մեղքի համար, ասում էր, կարող է իմ պատանեկության մեղքերի համար Աստված ինձ այս ձև պատժում, չէ, ոնց որ թե տարիներ, տասնյակ տարիներ անցել, իմ տղեկ անգամ չափահաս են, իմ երեխեքը չափահաս են, արդեն իմ պատանեկության մեղքերի համար չի պետք Աստված ինձ այս ձև աներ։ Ու Հոբը նայում էր իր կյանքի մեջ որևէ հանցանք չէր գտնում։ Նրա մխիթարիչներն ասում էին, դու մեղավոր ես, զղջալու պատճառ ունես, ինքն ասում էր, ես զղջալու պատճառ չունեմ։ Եվ Աստծուն միակ հարցը, որ բարձրանում էր, Աստծուն ասում էր, ինչու։ Ինչու։ Ուզում եմ 21-րդ խոսքը կարդամ։ 20-ից հետո։ Եվ Հոբը վեր կացավ եւ պատռեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը եւ ընկավ գետնի վրա եւ երկրպագություն արավ։ Եվ ասեց. մերկ դուրս եմ եկել իմ մոր արգանդից եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տերը տվավ եւ Տերն առավ։ Տիրոջ անունը օրհնյալ լինի։ Արդյոք գիտակցում ենք, որ Տերն է տվել մեզ։ Այս մարդը գիտակցում էր, թե այսքան բարիք ունի, շատ հեշտ էր գայթակղությանը տրվել եւ մտածել, որ այսքան բարիքը իմ ձեռով եմ ստեղծել։ Նաբուկոդոնոսոր թագավորը, երբ որ Բաբելոնի կայսրության տիրակալն էր, երբ որ տեսնում էր ինչքան տարածքներ ա գրավել, ինչ թագավորություն ա հիմնել, մի անգամ իր գահին նստած ասավ, այս ամեն ինչը իմ ձեռով եմ արել, այս ինչ մեծ մեկն եմ ես, այս ամեն ինչը իմ ձեռով եմ արել։ Եվ գրված ա, որ նույն օր Աստված նրա գիտակցությունը վերցրեց նրա վրայից եւ գնաց անասունների նման խոտ էր արածում դաշտի մեջ քնում էր։ Ինչի, որովհետեւ չհասկացավ, որ Աստված էր այդ ամեն ինչի իրան տվողը։ Հոբը հասկանում էր, որ ամեն բարիք, թեև այսքան մեծ մեկն էր, թեև այսքան բարիք ուներ, հասկանում էր, որ այս ամեն ինչը, որ ունի, Աստծո օրհնությունն է եւ Աստծո տվածն է։ Եվ գիտակցում էր նաեւ, որ Աստված եթե տվել է, նաև իրավունք ունի հետ վերցնելու։ Եթե տվել է, նաև իրավունք ունի հետ վերցնելու։ Եվ նրա վերաբերմունքն Աստծո նկատմամբ այսպիսին էր. մերկ եմ դուրս եկել մորս արգանդից, հետս ոչ մի բան չեմ տանելու այս աշխարհից։ Գիտակցում էր, որ
ամեն բան Աստծո բարիքն է, եւ Տերը տվեց, եւ Տերը առավ, օրհնյալ լինի նրա անունը։ Եվ այս ամենի մեջ Հոբը չմեղանչեց եւ Աստծուն անզգամություն չարավ։ Մեր կյանքի մեջ իրավիճակներ կան, որոնք Աստված թույլ է տալիս, որ գան։ Գուցե ասես, բայց արդյոք կավագործն իրավունք չունի կավի նկատմամբ։ Արդյոք երբ որ մենք մեր կյանքերը վստահել ենք Աստծուն, նրան ամբողջ իրավունքը չենք տվել մեր կյանքի նկատմամբ։ Այո, մենք տվել ենք ամբողջ իրավունքը։ Երկրորդ գլխի 9-րդ համարն եմ ուզում կարդալ։ Եվ նրա կինը ասեց նրան. դեռ բռնել ես քո կատարելությունը, հայհոյիր Աստծուն եւ մեռիր։ Ինչ կատարվեց երկրորդ իրավիճակում, երբ որ Հոբը ամբողջությամբ չար պալարներով, մենք չգիտենք այդ ինչ հիվանդություն էր, չար պալարներով պատված էր նրա մարմինը ու նրա մարմինը փաթում էր կարծես, ու ինքը մի հատ խեցի էր վերկալել, մոխիրի մեջ նստած, սուքը սրտի մեջ, մարմինն էլ հոտում է, մարմինն էլ քայքայվում է, մի կտոր կավի կտոր էր, կուժի կտոր էր վերկալել, ջարդված կուժի կտոր էր վերկալել ու դրանով իր մարմինը քերում էր, այդ հոտող հատվածները կարծես քերում էր։ Այդ սաստիկ ցավերի ու տառապանքների մեջ կինն ասում է, ինչ ունեիր, առողջություն ունեիր, չունես, բարեկեցություն ունեիր, չունես, հարստություն ունեիր, չունես, ընտանիք ունեիր, չունես, պատիվ ունեիր, էդ էլ չունես, ոչ մի բան չունես, էլ ինչ ունես, մեռն էլ ատեք էլա, հայհոյի Աստծուն ու մեռի, ինչի, որովհետև դու Աստծու նկատմամբ ոչ մեկը քու նման կատարյալ չի եղել, ոչ մեկը քու նման անարատ չի եղել Աստծու առաջ, ոչ մեկը քու նման ուղիղ սիրտ եւ վերաբերմունք, պատվի վերաբերմունք չի ունեցել Աստծու նկատմամբ, բայց քու կյանքի մեջ կատարվում են այս բաները։ Երբ որ մենք տեսնում ենք մարդիկ, որոնց կյանքի մեջ պատահարներ են տեղի ունենում, ուզում եմ զգուշ լինենք, որ հանկարծ որևէ մեկին չմեղադրենք, ասենք, այս մարդը մեղք էր գործել, ուրեմն որ իր կյանքի մեջ այս բաները կատարվեց։ Զգուշ լինենք, որ որևէ մեկին չասենք, այս մարդը իր կյանքի մեջ ուրեմն մի բան ճիշտ չէր արել, որ Աստված իր կյանքի մեջ այս չարիքը բերեց, որովհետև սա ճիշտ վերաբերմունք չի։ Շատ մարդիկ կան, որոնք իրանց կյանքի մեջ շատ մեղքեր են գործում, բայց միևնույն է, Աստծո երկայնամտությունը համբերում է նրանց։ Մարդիկ էին եկել Տեր Հիսուսի մոտ, ասում էին, իմացար, որ Հերովդեսը այս ձև բան արավ այս մարդկանց ու մեռան, սպանվեցին։ Այսինքն մեղավոր էին, Հերովդեսն էլ այս հարցը լուծեց։ Տեր Հիսուսն ասում էր, հիշում եք այն Սելովամի ավազանը, որ այն աշտարակը, որ մարդկանց վրա փլվեց ընկավ։ Ու դուք մտածում եք, որ նրանք մեղավոր էին ավելի, բայց ես ձեզ ասում եմ, եթե չապաշխարեք, բոլորդ են նույն կերպով կորցվելու եք։ Տեր Հիսուսն ասում էր, դուք մի մտածեք, որ իրանցից արդար եք։ Մենք շատ հեշտ է մարդկանց գերանը աչքի փուշը տեսնել, բայց մեր աչքերի մեջ գերան կա։ Ու մենք շատ դժվար է մեր գերանը բանանել, որ ասել, որ իսկապես իմ կյանքի մեջ լա, տեսես ինչ խնդիր կա, բայց ես ընկել եմ այս մարդու կյանքի մեջից, ուզում եմ մի հատ փոքր փուշ հանեմ, մի հատ փոքր խնդիր, ասում եմ, այս խնդիրն ունի։ Բա մեր կյանքի մեջ ինչ խնդիրներ կա։ Եկեք ինքներս մեր հայացքը դարձնենք։ Եվ այս իրավիճակի մեջ Հոբիկին ասում էր, «Էլ ինչ ունես, էլ բան չունես, դու Աստծուն արեցիր, ինքը չարեց քո նկատմամբ։ Դու Աստծու նկատմամբ տվեցիր, ինքը քեզ չտվեց»։ Սա հավասար էր, կարծես թե մի բանի, որ դու ասես, դու ուզենաս մի հատ մեքենա գնաս մեքենայի գինը տաս ու մեքենան քեզ չտան։ Դու ամբողջ գինը տվել ես, փողը տվել ես, բայց մեքենան քեզ չեն տալիս։ Ու ինչ անիրավության զգացում կարող եղնի քո մեջ, որ ախր ես այն ինչ որ ինձանից հասնում էր, ես արել եմ, բայց փոխադարձը որ պիտի լիներ, փոխադարձը չեղավ։ Հոբը կարծես թե Աստծուն ասում էր, ես
ինչ որ իմ կողմից հասնում էր, ես կատարյալ անարատությունով վարվել եմ քո նկատմամբ, բայց երբ որ ես սպասում եի, որ դու պիտի ինձ պաշտպանես, դու պիտի ինձ օրհնես, դու պիտի ինձ ապահովես, դու չարեցիր դա։ Եվ կնոջ մեղադրանքը սա էր, դու Աստծու նկատմամբ արեցիր, Աստված չարեց քեզ։ Դե էլ ինչ կա, դե Աստծու նկատմամբ վերաբերմունքդ փոխի, Աստծու նկատմամբ քո սրտի դիրքը փոխի, եւ Աստծու նկատմամբ քո շրթունքների խոսքերը փոխի, ու Աստծուն ասա, դու սխալ վարվեցիր։ Մինչ իր մարմնի հետ կատարվելը գրված է, որ Հոբը անզգամություն չարավ Աստծու նկատմամբ։ Եվ Հոբի հաջորդ խոսքերը սրանք էին։ Եվ նրա կինը նրան ասեց, դեռ բռնել ես քո կատարելությունը, հայհոյիր Աստծուն եւ մեռիր։ Եվ նա նրան ասեց, հիմար կանանց մեկի խոսածի պես ես խոսում։ Անգամ ես իրավիճակի մեջ Հոբը հարգանք էր պահում իր կնոջ նկատմամբ, չէր ասում, ինչ ես հիմար դուրս տալիս, ասում էր, հիմար կանայք կան, նրանց խոսացածի նման ես խոսում, մի արա այդ ձև, իր կնոջը չէր ասում հիմար, ասում էր, հիմար կանանց խոսացածի մեկի նման ես խոսում։ Ուրեմն միայն բարիք ընդունենք Աստծուց եւ չարիքը չընդունենք։ Այս ամենի մեջ Հոբը չմղանչեց իր շրթունքներով։ Միայն բարիք ընդունենք Աստծուց եւ չարիքը չընդունենք։ Այն ժամանակ, երբ որ Հոբը մտածում էր, որ Աստված իրան թողել է, Աստված իրան հակառակ է, Հոբը հաջորդ գլուխների մեջ ասում է Աստծուն, բողոքում է, գանգատվում Աստծու առաջ ու ասում է, դու ինձ թիրախ ես դարձրել, ու քո նետերն ես արձակում իմ վրա, դու ինձ խոցում ես, դու ինձ սպանում ես, դու ինձ ոչնչացնում ես, թեև այսքան ասում էր, բայց ասում էր, միևնույն է, քեզ եմ էլի հուսալու։ Երբ որ Հոբը մտածում էր, որ Աստված իրան թողել է, այդ ժամանակ Աստված իրանով հիանում էր։ Մենք կարանք մտածենք, մեր կյանքի մեջ իրադարձություններ են կատարում ու կարանք մտածենք Աստված մեզ թողել է, Աստված մեզ հակառակ, Աստված մեզ տանջում է, բայց այդ ժամանակ կար Աստված հիանա մեզանով, պարծենա մեզանով, ասի, տեսել եք իմ այս ծառային, ոնց է ուղիղ գնում իր կյանքի իրավիճակների մեջ։ Սրանք իրավիճակներ էին, որոնք կատարվեցին Հոբի հետ, բայց ուզում եմ ասեմ, որ Աստված հավատարիմ է։ Հավիտենության մեջ մենք կտեսնենք այն պատիվը, որ Հոբն ունի։ Երկրի վրա էլ Աստված 3 մարդ կար, որոնցով պարծենում էր։ Մեկը Նոյն էր, մեկը Հոբն էր, մյուսը Դանիելն էր։ Եվ այս 3 մարդով Աստված պարծենում էր։ Այս 3 մարդուն Աստված ասում էր, սրանք անարատ մարդիկ էին։ Սրանք իրանց տարի մեջ կատարելությունով վարվող մարդիկ էին։ Եվ մարգարեություններից մեկի մեջ Աստված այս 3 մարդով շատ բարձր գնահատականով է խոսում այս 3 մարդկանց մասին։ Հոբը վարվեց կատարելությունով, Հոբը վարվեց անարատությունով Աստծու առաջ։ Եվ այն ժամանակ, երբ որ ինքը մտածում էր, որ Աստված իրան թողել է, Աստված պարծենում էր Հոբով։ Մեր կյանքի մեջ ուզում եմ քաջալերեմ քեզ, թող որ Աստծո նկարագիրը չփոխվի քո առաջից, որովհետև սատանայի հիմնական նպատակը նա է, որ երբ որ ինքը փորձությունները բերում էր, որպեսզի այնձև փորձությունները կազմակերպի, որ կարծես թե Աստված է հարվածում Հոբին, միևնույն է, թող Աստծո նկարագիրը ուղիղ մնա, որովհետև սատանան ուզում է մեզ համոզի, որ Աստված մեր կյանքի մեջ նահանջած է, Աստված թողել է մեզ, որ Աստված չի սիրում մեզ, որ Աստված բարկացած է մեր նկատմամբ, բայց մենք կարող ենք Աստծո նկատմամբ մեր վերաբերմունքը ուղիղ պահել եւ միևնույն է հավատալ, որ Աստված բարեգութ եւ ողորմած է, բազումողորմ ու երկայնամիտ է եւ սա նրա նկարագիրն է։ Եվ պատկերացնում եք, Աստված այնքան մեզ սիրեց, մինչեւ իր միածին որդին տվեց։ Մենք ոչ մի բան չէինք կարել Աստծուն։ Այդ հարաբերությունները, որ ես քեզ դու ինձ չի աշխատում, մենք Աստծուն ոչ մի բանով չենք կարա կաշառենք։ Մենք Աստծուն ոչ մի բան չենք տվել, որ փոխադարձը ակնկալենք, որ Աստված մեզ պետք է անի։ Որովհետև եթե ուզում ես մեկի հետ գործարքի մեջ մտնես, պետք է իրան հետաքրքիր բան առաջարկես, իրան շահավետ բան առաջարկես, որ փոխադարձը ինքը քեզ տա։ Մենք ոչ մի բան չենք կարող Աստծուն
առաջարկենք մի բան, որով Աստված շահագրգռված կամ հետաքրքրված է լինի։ Որովհետև Հռոմեացիս թուղթն էլ այս մասին խոսում է եւ ասում է, ով Աստծուն մի բան տվեց, որ փոխարեն Աստծուց մի բան առնի։ Մենք ոչ մի բան Աստծուն չենք տվել, որ փոխադարձ նակնկալենք, որ Աստված մեր նկատմամբ կանի։ Բայց այն ժամանակ, երբ որ դեռ մենք թշնամի ենք, Աստված իր միածին որդին ուղարկեց, որպեսզի մեզ փրկագնի, մեր տառապանքների, մեր իրատառապանքների շնորհիվ մեզ փրկագնի, մեզ դժոխքի ճանապարհից հանի, դնի հավիտենական կյանքի ճանապարհի վրա։ Մենք ոչ մի բան չենք կարել Աստծու համար, որ Աստված փոխարենն անի, բայց Աստված այնքան բան արել մեզ համար, որ եթե անգամ մինչև մեր կյանքի մեջ, մեր կյանքի վերջ, մեր որևէ աղոթքին չպատասխանի էլ, մեզ համար ոչ մի բան չանի էլ, այնքան բան արել մեզ համար, որ մենք ամբողջ հավիտենականություն դրա համար արժե, որ երկրպագենք իրան, պատիվ տանք իրան, փառք տանք իրան ու ասենք դու հավիտյան արժանի ես առնելու ամբողջ պատիվը, փառքը, մեծարանքը ու գովասանքը։ Տեր Հիսուսը իր տառապանքներով փրկագնեց մեզ հավիտենական կյանք շնորհելով եւ սա չարեց, որովհետեւ մենք իրան ինչ-որ բան էինք արել։ Եվ այս իրավիճակի մեջ Հոբը Աստծուն մասին իր նկարագիրը չփոխեց եւ Աստծուն մասին շարունակեց ուղիղ խոսալ, Աստծուն մասին շարունակեց ճիշտ խոսալ եւ Աստծուն արժանի ներկայացնել։ Պատմությունը այսքանով չի վերջանում։ Արդյունքում Աստված այն ինչ որ Հոբը կորցրել էր, կրկնակիով օրհնեց նրան։ Բացի երեխեքին նորից 10 երեխա տվեց նրան։ Ինչի կարանք ասենք, բան չի երեխեքը կրկնակիով չվերադարձան, որտեղ հավիտենականության կտրվածքից նա եթե սկզբից ուներ 10 երեխա, արդյունքում ունեցավ 20 երեխա։ Էլի կրկնակին ունեցավ։ Մենք պետք չի, որ մեր չափման միավորները միայն երկրի վրայով լինեն։ Աստված թեև մի կարճ ժամանակ թույլ տվեց, որ Հոբն անցնի տարբեր իրավիճակների մեջ, բայց մեզ համար խրատի համար եղավ։ Հակոբոսի թուղթը մեզ ասում է, Հակոբոսը քաջալերում է Աստծու ժողովրդին, ասում է, լսել եք Հոբին ինչ եղավ ու վերջում Աստծո նրա համար արածը։ Լսել եք, ասում է, ձեր տարբեր իրավիճակների մեջ համբերություն ունեցեք եւ համբերությունով անցեք ձեր կյանքի տարբեր իրավիճակները, որովհետեւ գիտակցեք, որ Աստված վերահսկում է ամեն ինչի վրա։ Աստված տիրում է մեր կյանքի բոլոր իրավիճակների վրա։ Եթե ինձ գործից դուրս են արել, Աստված թույլ է տվել։ Եթե իմ կյանքի մեջ իմ տունը թալանել են, Աստված թույլ է տվել։ Ինչի, որովհետև առանց Աստծո թույլտվության սատանան ոչ մի բան չէր կարող անի։ Ես սրանից մի ամիս առաջ աշխատանք տենց չունեի ու տան վերջի գումարը վերցրեցի, հետո գնացի խանութ ինչ-որ բան պիտի վերցնեի, 2 հատ 10,000-անոց էր։ Այն մի 10,000-անոցը կորցրեցի ու մտածում եմ, ասում էի, բայց արժեր, հետո գնահատականը սա էր։ Ես ասեցի, ուրեմն ինչ-որ մեկին դա շատ ավելի էր պետք, քան ինձ։ Դրա համար Աստված թույլ տվեց։ Մենք կարանք մեր իրավիճակների մեջ նորից շարունակենք Աստծուն նայել, որովհետև ինչ է կյանքը, մենք ամեն ինչ Աստծո ձեռից ընդունում ենք։ Տեր Հիսուսն ասում էր, մի մտածեք, որ բանը, եթե ասենք հագուստի համար մտածեք կամ ուտելիքի համար, ասում էր Աստված ձեզ կյանք է տվել, կյանքն ավելին է, քան կերակուրը։ Աստված ձեզ մարմին է տվել, մարմինն ավելի է, քան հագուստը, ու Աստված հոգ է տանում ձեր կյանքերի համար։ Մի մտածեք, որ վայ, ես ինչ իրավիճակի առաջ կանգնեցի։ Տեր Հիսուսն ասում էր, երկնքի թռչունները ոչ ցանում են, ոչ հնձում են, բայց ձեր երկնավոր հայրը կշտացնում է նրանց, կերակրում է նրանց։ Ու մի մտահոգվեք, թե ինչ եք ուտելու, ինչ եք հագնելու։ Մենք պետք է միևնույնն է մեր բոլոր իրավիճակների մեջ մեր հայացքը Աստծո վրա պահենք եւ ամեն բարիք ընդունենք Աստծուց եւ բոլոր իրավիճակների մեջ միևնույն է պատիվը ու փառքը տանք նրան, որտեղ մենք ստեղծված ենք նրան պատկանելու համար, նրան երկրպագու լինելու, մեր կյանքը, մեր շրթունքների խոսքերը, ամեն բան երկրպագություն բարձրացնի նրան։ Եվ սա մեր ստեղծված լինելու նպատակն է, որպեսզի մենք ամեն ինչի մեջ պատկանենք նրան եւ կախված լինենք նրանից։ Ուզում եմ քաջալերեմ քեզ, կյանքիդ մեջ ինչ իրավիճակներով էլ անցնելու լինես, միևնույն է, թող որ որևէ իրավիճակ չխեղի
Աստծո պատկերը քո սրտի մեջ եւ Աստծո նկարագիրը եւ դու միևնույն է շարունակես Աստծուն տալ պատիվ ու փառք բոլոր իրավիճակների մեջ եւ կախված լինել Աստծուց։ Մենք հարցեր կա, որոնց պատասխանները դեռևս չունենք։ Ու գուցե մեր կյանքի մինչև վերջ էլ չունենանք այդ հարցերի պատասխանները, բայց կարևոր է, որ Աստծո նկարագիրը մեր սրտի մեջ ուղիղ պահենք եւ սատանան որևէ կերպով չհաջողվի Աստծո պատկերը փոխել մեր սրտերի մեջ, Աստծո սիրող Աստծո, բարի Աստծո, արդարադատ Աստծո եւ հոգատար Աստծո պատկերը խեղի մեր սրտերի մեջ, այլ մենք կարողանանք ամեն իրավիճակների մեջ մեր կյանքը դնել պատկանելության այդ Աստծուն։ Եկեք կանգնենք աղոթքի։ Մենք երկրպագում ենք քեզ սիրելի Փրկիչ։ Մենք երկրպագում ենք քեզ սիրելի Փրկիչ։ Ու քեզ ասում ենք դու հավիտյան արժանի ես առնելու պատիվ եւ փառք եւ մեծարանք ու գովասանք։ Դու հավիտյան արժանի ես սիրելի Փրկիչ։ Մենք շնորհակալ ենք այն բոլոր բարիքների համար, որ մեր կյանքերի մեջ արել ես, որ ամեն օր մեզ քո ողորմության շատությունով Տեր Հիսուս Քրիստոսի արյունը ապահովում է մուտքի արտոնություն քո ներկայության մեջ։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու շարունակում ես մեզ համար հոգ տանել, մեզ որդիների եւ դուստրերի պես վերաբերվել։ Շնորհակալ ենք քեզանից, որ անկախ մեր գործած սխալներից երկնքի ճանապարհը չի փակվում մեզ համար, այլ քո ողորմության շատությունով դու մեզ ապրել ես տալիս, փառք ես։ Մենք շնորհակալ ենք, որ ամեն օր մեզ արևածագ ես տալիս, ոչ թե մեր արժանինքներին նայելով, այլ քո ողորմության շատությանը նայելով։ Շնորհակալ ենք քեզանից, որ մեր կյանքը բազմաթիվ բարիքներով լցրել ես։ Մեր կյանքը ու ընտանիքը լցրել ես բազմաթիվ հոգատարություններով։ Շնորհակալ ենք քեզանից, բայց մենք առավել շնորհակալ ենք քեզանից, որ դու կաս մեր կյանքերի մեջ որպես թագավոր եւ որպես Տեր, եւ ամեն բան մեր կյանքերի մեջ պատկանում է քեզ եւ քո ձեռքերի մեջ է։ Եվ մեր կյանքն էլ մենք հանձնում ենք քո ձեռների մեջ եւ ասում ենք դու Տեր ես մեր կյանքերի մեջ եւ դու ընդմիշտ արժանի ես մեր բարի վերաբերմունքին, մեր դրական վերաբերմունքին, մեր երկրպագությանը, մեր խոնարհումին արժանի ես, որ մեր կյանքը մենք միշտ փռենք քո ոտների առաջ ու ասենք պատկանում է այն քեզ եւ դու ես մեր կյանքի Տերը, մեր բոլոր իրավիճակների Տերը լինելով մեր բոլոր կացությունների մեջ։ Շնորհակալ ենք քեզանից եւ արժանի ես առնելու պատիվ եւ փառք եւ մեծարանք ու գովասանք։ Շնորհակալ ենք քեզանից սիրելի Փրկիչ։ Դու Տերն ես մեր ու Աստվածն ես մեր ու մենք շնորհակալ ենք քեզանից։ Օրհնյալ լինի քո անունը։ Եվ եթե մեր կյանքերի մեջ բաներ կլինենք, որ մենք ձեռից կտանք, մենք ուզում ենք քո տիրապետությունը խոստովանել մեր կյանքի տարբեր իրավիճակների մեջ եւ ասել դու միշտ իրավունք ունես մեր կյանքի մեջ թե տալու եւ թե վերցնելու։ Դու միշտ իրավունք ունես մեր կյանքերի մեջ թե տալու եւ թե վերցնելու։ Դու իրավունք ունես եւ մենք շնորհակալ ենք քեզանից, որ դու մեր կյանքերի մեջ այդ իրավունքն ունես։ Մենք ապահով ենք քո ձեռքերի մեջ, մենք ապահով ենք քո հոգատարության ներքո։ Ու շնորհակալ ենք քեզանից, որ դու տալիս ես ու վերցնում ես։ Օրհնյալ լինի քո անունը մեր սիրելի Փրկիչ։ Պատիվ ու փառք ու մեծարանք քեզ։ Ամեն։